0 0 Աշխատել նշանակում է, որ օրվա վերջ ձեր հեռախոսի թողինձների մեսրոպ մաշտոցը զարյատկան պարունակում է 95%։ Ես Եգոր Գլուբովն եմ և մենք սկսում ենք երեկոն շանթում։ Միանգամից անցնեմ գործի և ասեմ, որ այսօրվա երեկոն շանթումի գլխավոր հերոսն է բոլորի կողմից շատ սիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։ Թե աչերս ես որոնեմ, ես կփակեմ մութ կողմերով, որ աշխարհում քեզ չտեսնեն, որ աշխարհում քեզ չտեսնեն, երբ խենթ լեզուս անունը տա, ես կսեղմեմ ատամներով, որ անուն իսկ չշշնջա, որ անուն իսկ չշշնջա, բայց երբ սիրտս սիրս է ուսում, առնել քեզ իմ ձեռքերի մեջ, ինչով փակես սրտիս խոսքը, սրտիս լեզուն ինչով փակես, լեզուս անունը տա, ես կսեղմեմ ատամներով, որ անուն իսկ չշշնջա, որ անուն իսկ չշշնջա, թե աչերս քեզ որոնեմ, Շանթ Project Մինաս Դավիթ Հակոբյան, Եգոր Գլումով, լավ տրամադրություն, բոլորս այստեղ ենք, բոլորս տեղում ենք, շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք և եկաք մեր այս գեղեցիկ տաղավարը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպես եք։ Աստծուն փառք, դեռ ողջ եմ, դեռ կոշիկներս ես եմ կոչկում։ Ահա, կոշիկները դուք եք կոչկում, աշխատում եք, դա շատ կարևոր է։ Այո, աշխատում եմ, ապրում եմ, հետո էլի եմ աշխատում, հետո նորից եմ ապրում։ Պարոն Հակոբյան, ձեր կյանքում ամենաշատ զբաղված ժամանակաշրջանը երբ է եղել։ Հիմա է, թե անցյալում է, թե ապագայում է։
Չէ, եղել է ժամանակ, որ չափազանց շատ զբաղված եմ եղել հենց թատրոնով, շատ քիչ նկարահանումներով։ Հիմա ավելի քիչ թատրոնով, ավելի շատ նկարահանումներով։ Փառք Աստծո, շատ քիչ զբաղված ժամանակ համարյա թե չեմ ունեցել։ Փառք Աստծո։ Դա կարևոր է, դա կարևոր է։ Այո, իսկապես։ իհարկե։ Պարոն Հակոբյան, ինչ է կարծում, բոլորն այս հարցը հուզում է, բայց պատասխանները շատ տարբեր են կամ բացատրություններն են տարբեր։ Դերասանի համար տաղանդն է ավելի կարևոր, թե աշխատասիրությունը։ Ես կարծում եմ, որ այդպիսի մարդ չկա, որ որևէ շնորհով ծնված չլինի։ Այդպիսի մարդ երևի թե չկա, որտեղ Աստված չէր կարող էլի այդպես ստեղծել մարդուն։ Պարզապես բացահայտումն է կարևորը, թե ինչպես պիտի բացահայտվի, միջավայրն է ստիպում, որ որևէ շնորհ բացահայտվի, որևէ տաղանդ բացահայտվի։ Տաղանդը Աստծո տված հատկություն է իհարկե, մեկին շատ, մեկին քիչ, մեկին շատ, մեկին շատ քիչ, բայց շնորհը անկասկած տրված է մարդուն։ Անկասկած, այն մեր նմանությամբ եւ պատկերովների պայմանից մեկը դա է, որ շնորհն է, այսինքն արարելու շնորհն է, որով մենք շատ նման ենք Աստծուն։ Մեր պատկերով ենք, իր պատկերով ենք եւ նմանությամբ իր։ Տաղանդը շատ կարեւոր է, բայց եթե տաղանդը մնաց անտեր, այսինքն տաղանդը պարապմարտ չի սիրում։ Երբ որ տաղանդով չես զբաղվում, ինքը ինչ որ մի этап ձանձրանում է քեզանից, մի հատ այսպես հզոր ապտակ է տալիս ու լքում է քեզ։ Եվ մի լավ հատկություն ունի այդ լքող տաղանդը։ Նա այն ինչ որ մինչև հիմա կարողացել ես անել, ձեռքիցը չի խլում։ Բայց դու այլևս ոչ մի նոր բան չես կարողանում անել։ Անդադար կրկնում ես այն, ինչ արել ես։ Իսկ տաղանդը, երբ ընկնում է աշխատասեր, նպատակասլաց, գիտելիքներով հարուստ եւ անդադար սովորող մարդու ձեռքը անդադար փայլում է, առանց աշխատասիրության եւ բանի ոչ մի բան էլ չի լինի։ Առանց բանի ոչ մի բան չի լինի։ Դավիթ Հակոբյան, հետ գնանք ձեր հիշողությունների մեջ ձեր անցյալը, նախ շատ հետաքրքիր ինձ որտեղից են ձեր արմատները, որտեղից է ձեր գերդաստանը ծնում, միշտ եք եղել Հակոբյան, այսինքն ձեր գերդաստանը թե փոխվել է։ Ուրեմն նախ երկու կողմս էլ եւ մորս կողմը եւ հորս կողմը ծագումով երկուսն էլ Արեմտյան Հայաստանից։ Երգրից։ Այո, մորս կողմը Հին Բայազետից են, նրանք եկել են դեռևս շատ ավելի շուտ։ Հորս կողմը մշեցիներ են, որոնք 100 տարի համարյա թե գաղթել են։ Համարյա 100 տարի։ Եվ այս Արևելյան Հայաստանի Շիրակի մարզի տարածքում հայտնվել են 1820-ականների սկզբին դեռ ռուս-պարսկական պատերազմը տեղի չէր ունեցել։ Թուրքմենչայի պայմանավորվածությունը դեռ չկար։ Դեռ, բայց Շիրակի մարզը արդեն գտնվում էր ցարական Ռուսաստանի վերահսկողության տակ։ Եվ մերոնք հայտնվել են այդտեղ Շիրակի մարզում, հիմա ասում են Մարալիկի շրջան, գյուղ Բարձրաշեն, այն թվերին։ Լքված գյուղ, որը շատ հետաքրքիր բան կա իր այդ գյուղում, շատ հետաքրքիր։ Եկել են եւ հայտնաբերել են այնտեղ ավերված գյուղ, հայտնաբերել են 2000 տարվա պատմություն ունեցող հեթանոս գերեզմաններ, միջնադարյան քրիստոնեական գերեզմաններ, մինչև անի երկրաշարժի տարեթիվը։ Եվ հայտնաբերել են երկու հոգևոր կառույց, Սուրբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին, երկրաշարժից մի քիչ վնասված եւ համարյա ամբողջովին ավերված, բայց պատերը կանգուն են դեռ կուսանած վանք միջնադարի։ Եվ այդտեղ հիմնվել են ապրել մինչև հետո նորից սկսել են գաղթական դառնալ Ստալինյան դարաշրջանի պատճառով։ Պապի սաքսորել են Սիբիր, Ուրալ։ Ուրալ։ Պապի սաքսորել են եւ
պապիս վերադարձից հետո մերոնց արդյունավետ թույլ չեն տվել ապրել այդտեղ, որովհետև ճիշտ սահմանի վրա էր։ Եվ մերոնք նորից բռնել են գաղթի ճամփան։ Եկել են թաքուն ապրել Երևանում, հետո հայտնվել Սևանում, շատ հետաքրքիր սիրո պատճառով։ Այո, որովհետև հայրս եւ մայրս Երևանում հանդիպում են, սիրահարվում են, ամուսնանում, առաջնեկին ունենում, եւ ստիպված տեղափոխվում են Սևան, որովհետեւ պապին հաջողացնում են օրինական գրանցում անել միայն Սևանում։ Իմ, այսպես ասած, քերիներից մեկը Սևան թերթի գլխավոր խմբագիրն է եղել եւ կարողացել է այդ գրանցումը անել։ Ես այնպես որ մյուս եղբայրներս ծնվել ենք այնտեղ, բոլորս, մենք եւ եղբորս երեխաները բոլորս ծնվել ենք այնտեղ, մինչեւ մեծն մարդակերը հրաժեշտ տվեց կյանքին 1953 թվականին եւ մերոնք որոշում են տեղափոխվել Հայաստան, Երևան, հող վերցնել եւ տուն կառուցել։ Մի տուն սկսում են կիսատ են թողնում, զարմանալի ձևով այն տարածքում, որտեղ ես հետ օպտի աշխատեի, կամերան երաժշտական թատրոնի մոտերքում։ Կարող է լինել ձեր պապական տունը, պաստոր։ Թե հայրական։ Այդ շենքը, չէ։ Մի քիչ այն կողմն էր։ Այն ժամանակ այնտեղ բնակելի տարածք չէր։ Հետո տեղափոխվում են Չարբախ, պապս նորից տուն է կառուցում եւ մինչեւ հիմա ես ապրում եմ այնտեղ, ընտանիքս ապրում է այնտեղ, թորներս ապրում են այնտեղ։ Երբևէ չեք ուզեցել դարձնել ֆիլմ ձեր պապիկի եւ տատիկի կյանքը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիր։ Ուրեմն ես մեր ընտանիքի գաղթի ճանապարհը այդ Մուշից մինչև հետագայում հայտնվել են ավելի արևմուտք դեպի Դիադին, հետագայում Արմավիր, Պարսկահայաստան, այսպես ասած, որից հետո Գյումրվա տարածաշրջան, Ալեքսանդրապոլի տարածաշրջան, որից հետո Աքսոր եւ այլն եւ նորից վերադարձ եւ ես ամեն ինչը պատմեցի իմ մեծագույն ընկերներից մեկին, որը նաեւ իմ արվեստի իմաստով նաեւ իմ ուսուցիչներից մեկն է եղել, Հենրիկ Մալյանին։ Ռեժիսոր։ Այո, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանին։ Ինքը ինչ որ ֆիլմ էր նկարում, կարծեմ կարոտի վրա էր աշխատում, ասեց, սա կինոէպոպեա է, պետք է անպայման նկարվի սա։ Այս ֆիլմ վերջացնենք ու միասին նստենք, սցենարը գրենք ու նկարենք։ Ես մեծ ոգևորություն եմ ապրում բան, Աստված ջանի, նորից այդ տեսակ դեպքերի հետ առնչվեմ։ Մալյանը մահացավ 88 թվականին։ Չկայացավ դա։ Չկայացավ 89 թվականին մենք ներկայացում արեցինք նվիրված Հենրիկ Մալյանին։ Այո։ Կարոտը, որը մինչև հիմա խաղում են։ Թատրոնում են։ Այո, թատրոնում, Մալյանի թատրոնում, իր սցենարից վերցրած հատվածներով ողորմած հոգի Գրիգոր Բաբայան ես սարքեց եւ ես էլ 33 տարեկան հասակում Խելքսկերան խաղացի այդ 70 տարեկան Առաքել Էլոյանին։ Զարմանալի բան էր, կներեք անհամեստություն չթվա, բայց ժամանակներ այդպիսին եւ այնքան մեծ աղմուկ անեց այդ ներկայացումը, մանավանդ դարաշրջանը համընկնում էր Ղարաբաղյան շարժում եւ այլն, սովետի փլուզման դարաշրջան եւ այլն եւ այդպիսի երևի Երևանում մարդ չմնաց որ չգա նայ այդ ներկայացում անշուշտ հերթերը տոմսերը չեն գտնվում տոմս չկար բացառվում էր եւ ամիսը մի քանի անգամ մյուս ներկայացումներն էլ տիխաղայինք բան եւ այլն եւ արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ եւ եկավ նայելու նաեւ Հենրիկ բանը Ֆրունզե Դովլաթյանը իմ մյուս մեծ բարեկամը որի տղայի հետ նաև սովորել ենք նույն կուրսում եւ մտերիմ էինք արդեն իր հետ։ Եկավ նայեց սովորաբար հանդիսատեսը բեմ չի բարձրանում էլի ներկայացումից հետո։ Ֆրունզիկ Դովլաթյանը բարձրացավ բեմ, շնորհավորեց ինձ գրկեց հատուկ եւ ասաց այ ես շատ ուրախ եմ որ շատ շնորհակալ եմ որ իմ ընկերոջ
սցենարից պիես եք սարքել եւ իր հիշատակին խաղում եք։ Հիմա ինձ է հանձնարարված այդ սցենարը ավարտել եւ նկարահանել կարոտ ֆիլմը, ինչը Փառք Աստծո հասցրեց արեց։ Բայց հիմա ես անցնում եմ, եկել եմ, հասել եմ դերաբաշխման, ու ես Դավիթ Հակոբյանն ինձ խանգարում է։ Ես էլ կես կատակ, կես լուրջ, ասի ինչի եմ խանգարում, Ֆրունզե վայնակեչ, կանչեք խաղամ, ասեց չէ Դավիթ, թատրոնում դու ինձ խափում ես, կինոյում չենք կարող, խոշոր պլաններ գոյություն ունի բան և այլ, այն ժամանակ է տեխնոլոգյան այսպիսին չէր, հիմա ցանկացած 18 տարեկանին կարող են սարքել 70 տարեկան մարդ, սերովա տեխնոլոգյաներով, բեմում էլ, էկրանում էլ չեմ ասում էկրանում, ասեց չէ, ու կանչեց, որ ուրիշ դեր խաղամ, ասի չեմ խաղա, ասեց ինչու, շատ զարմացավ, ասեց բոլորը մարդ են մեջ գցում, որ իմ ֆիլմերում նկարվեն, դու չես, չի ասի, եթե առաքել չպետք է խաղամ ինձ հետաքրքիր չէ, հետաքրքիր չէ, բայց գնացել եմ եւ օգնել եմ բոլոր հարցերով, ամեն ինչ արել եմ այդ ֆիլմը կայացնելու համար, ամեն ինչ արել եմ, նույնիսկ ձայնագրություններին եմ մասնակցել եւ այլն, ինչեւ է, մի օր ինձ կանչեց, ասեց, այդ ինչ պատմություն էիր պատմել Հենրիկին, որ ոգևորվել էր։ Դե ասի մեր ընտանիքի պատմությունն է, ասեց, ինձ էլ կպատմես։ Մեղա քեզ Տեր Աստված։ Ասի կպատմեմ։ Պատմեցի։ Անեցք։ Շատ չանցած Ֆրունզե Դովլաթյանն էլ մահացավ։ Ասի էլ ոչ մեկին չեմ պատմելու։ Ոչ մեկին չեմ պատմելու։ Եվ որոշեցի, որ 2 գիրք պիտի գրեմ։ Աստված ուժ տա համբերություն տա եւ առողջություն, որ կարողանամ գրել։ Ես քիզներ թեթևակի անում եմ բան արդեն, որոնք են այդ գրքերը։ Մեկը իմ ընտանիքի պատմությունը, առանց գեղարվեստական վեբ գրելու հավակնության, ոչ, հիշողություն պարզապես, որովհետև շատ եմ հետաքրքրվել, ամեն ինչ, շատ մանրամասնորեն գիտեմ այդ ամեն ինչը, և մյուսը տատիս և պապիս մասին պտի պատմեմ, հիմնականում տատիս, ինչու, որովհետև գիրքը հիմնականում իրենից է գալիս, ոչ թե գլխավոր հերոսներն իրենք են լինելու, տատս և պապս, իհարկե ես և իմ եղբայրները և այլն, բայց դա լրիվ ուրիշ գիրք է, այդ հոգու պարտք է, պտի անեմ անպայման, որտև ինձ առաջին դասարանում դասատուն կանչեց Լուսիկը Մազմանյան, այն ժամանակ դեռ ամուսնացած էլ չէր, Նելի Խերանյանի մայր, Նելի Խերանյանի մայրը ձեզ դաս է տվել այո, իմ առաջին ուսուցչուհին է, որին ես իրարված եմ եղել եւ դրա պատճառով դիմացել եմ առաջին դասարանում։ Դե առաջին դասարանն ինձ անհետաքրքիր էր։ Ես դպրոց էի ընդունվել հայերեն, ռուսերեն գրել կարդալ իմանալով, թվաբանության աուսիական գիր գիտեի, բան չկար անելու։ Նայում էի ու հիանում այդ կնոջ։ Եվ ասիստենտություն էի անում իրեն, սրան օգնի, նրան օգնի։ Եվ մի օր ասեց ով կարող է հեքիաթ պատմել։ Երևի հեքիաթի դաս տաներ, ասի ես գնացի սկսեցի հեքիաթ պատմել, որը լսել եմ տատիցս, ես խեղճ աղջիկը սկսեց կարմրել, վատացավ, աչքերը սկսեցին ուր դողացնում, ասում ձայնդ կտրի, չամարցակվես, շարունակես, ասում ինչ եղավ, ես ինչ արեցի, հեքիաթ եմ պատմում, ինչ եղավ, ես երեխեքներ սենց արմացան, ինչ կա, ինչ շատ ասիրում ու սենց չայնա, հեռացիր ու գնացնող կանչի։ Եկ ասում, մամա, կես կանչում եմ, ինչ է, հեքիաթ եմ պատմել, մայրը շատ խորաման կին է ասեց, էլի տատիտ խելքին ես ընգե, չեմ հասկանում ինչ է ասում։ Բանից պարզվեց, ես պատմել եմ տատիս պատմած հեքիաթները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ավետարանը, Հիսուսի կյանք, ավետարան, տատս անգրագիտ էր, կարդալ չգիտեր, ասում էր, այ պենք իմ թա, ուրիշ բան չի դեմ բալես, բայց անգիր գիտեր ավետարանը, բայց պատմում էր իր բարբարով ու իր ինտերպրետացիաներով, իր մեկնաբանություններով, համարյա խաղալով։ Այո, գրելու եմ այդ գիրքը ու դա կոչվելու է ավետարան ըստ Շուշան տատի։ Հրաշալի, սպասում ենք անհամբեր, երկար տարիների կյանք ձեզ,
Եվ սա իրականում շատ կարևոր է, որտեվ մենք ցավալի փաստի առաջ ենք այսօր կանգնած, որ մենք մոռանում ենք մեր արմատներին, ոչ թե չենք ճանաչում, այլ մոռանում ենք, անգամ ճանաչելով մոռանում ենք, ընկնում ենք, չգիտեմ ինչի հետևից, իսկ սա շատ կարևոր է, որ դրա մասին անդադ խոսացվի, գիրք գրվի, ֆիլմ նկարվի, ներկայացում բեմադրվի, որ կյանքը շարունակվի, չէ որ ձեր տատիկի եւ պապիկի կյանքի պրիզմայով նայով մենք կարող ենք տելնել մեր ազգի պատմությունը, դա շատ կարևոր է, իսկապես։ Այո։ Վարդան Աչեմյանը եղել է ձեր ընդունելության քննությունների ժամանակ։ Շատ զվարճալի պատմություն կամ դաժան պատմություն միգուցե, խնդրեմ այդ պատմությունն էլ հիշեք։ Չէի ուզի էկրանից պատմել։ Չգիտեմ նույնիսկ ոնց պատմեմ, որ հանկարծ շատերին ոչ կոռեկտ չթվա էլի։ Պատմեք դասականներ են։ Վարդան Աչեմյանն էլ դասական, դուք եք արդեն դասական։ Դասականներին կարելի է։ Ուրեմն այո, առաջին տարին նախ ես որոշել եմ, որ տենթում եմ ռեժիսորական բաժին, բայց այդ տարի ռեժիսորական բաժին չբացվեց, իսկ ես 5-րդ դասարանից արդեն Գրիգոր Մկրտչյանի, Լևոն Թոխիկյանի, Տիգրան Մխիթարյանի եւ ելի շատ վարպետների մոտ Լեոն Աթոյանի, նկարիչ Էդվարդ Խարազյանի մոտ սովորում էի գեղարվեստի դասերակցության դպրոցում։ Եվ որոշել է ռեժիսոր դառնալ։ Արդեն ինձանով հետաքրքրվում էր իմ էքսպլիկացիաներով Հրաչ Աղափլանյանը, որի հետ շատ լավ բարեկամներ դարձանք եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա առաջին տարին է շատ առաջին մեծ դժբախտությունը պատահեց մեր ընտանիքում։ Ավակ եղբայրս, որը պատճառ է դարձել, որ ես գնամ այդ գեղարվեստի դպրոց, բանակում զոհվեց, ինստիտուտից հետո նրան տարան բանակ, աֆիցեր էր, սպա էր, եւ այնտեղ զոհվեց հենց քննություններից մի քանի օր առաջ։ Եվ հետ սիրտու հավես չկար արդեն։ Բայց իմ վարպետը Տիգրանը Մխիթարյանի չէ, արի գնանք փորձի, կընդունվես, ես չէի ուզում արդեն ընդունվել, ոչ էլ պարապել։ Կընդունվես, ձերոնք կմխիթարվեն մի քիչ բան եւ այլն, որտեւ արդեն մերոնց հետ ծանոթ էր մայրիկիս հետ եւ այլն եւ այլն։ Ինչևէ գնացի գործերս տվեցի, առաջին քննությունը այն ժամանակ եմ իքպապես շերել էի, հիմա ինչ որ չեմ հասկանում ինչ քննություններ են սրանք էլի, ինչ որ համընդհանուր օրենքով բոլորը պետք է հանձնեն 2 քննություն, անհեթեթություն է սա կատարողական արվեստի բուհերի համար, հատկապես դերասանի վարպետություն, ռեժիսոր, մենք 8-9 քննություն էինք տալիս, այն էլ էր անհեթեթություն, որտեղ դրա ուղիղ կեսը կեղծ քննություններ էին, կուսակցության պատմություն, մարքսիզմ-լենինիզմ եւ այլն, այն էլ ամեն դարաշրջան իր անհեթեթություններն ունի։ Այսօր էլ այդ անհեթեթության մեջ ենք։ Ինչ որ օր ու կես թե 2 օրվա մեջ հասցնում են ամբողջովին ճանաչել երեխան ունակություններ ունի թե չունի։ Այն ժամանակ այդպես չէր։ Բեմական խոսքն էր առաջին քննությունը եւ ռիթմիկան կարծեմ։ Վերջը Երանի չսխալվում։ Դե բեմական խոսք պարապելու խնդիր չունեի, որտեղ անդադար դրա մեջ էի դպրոցում եւ ես Վարդան Աչեմյանը հենց նստած էր, այո, ասենք ապրեն բուն նյութին։ Հանձնաժողով նստած են կարկառուն անուններ, այն ժամանակվա համար, թատերագետներ, դերասաններ, ռեժիսորներ եւ հանձնաժողովի նախագահ Վարդան Աչեմյանն է։ Վարդան Աչեմյանը շատ մեծ մարդ էր։ Շատ հզոր մարդ էր։ Ինչը չէի ասի նրա ֆիզիկական հատկությունները։ Ինքը չէ որ ասում են փոքրիկ մարմնում, փոքր մարդ էր։ Ինձանից բետար։ Առյուծի սիրտ ուներ։ Ահա, չէ, հզոր մարդ էր։ Ինձանից բետար։ Կարճ էր։ Եվ այդ աթոռները դրել են, աթոռի տակից sense նայում եմ սեղանի տակից, երևում է ոտքերը հազիվ է հասնում հատակին։ Այն ժամանակ պասպորտը որ դնում էինք սեղանին, Վարդան Աչեմյանը շատ խորամանկ ձևով էր քննություններն անցկացնում։ Նա մի անգամից չէր անցնում
կոնկրետ քո բանաստեղծություն կարդալուն կամ էտյուդ անելուն կամ երգելուն նա սկսում էր ստուգել քեզ դու ով ես հումորի զգացում ունես շփվելու հատկություն ունես այսինքն այդ աստծո տված շնորհից ինչ որ մի բան բացահայտեր էլ իր համար եւ այսպես թերթում է անձնագիրս վարազդատը ոնց է պապայիս անունն է կարդում Սիլավա Վարդան գիտի բարևում ածես ասել հա ես ջղայնացած եմ ինչու բա որ տիգայր ընդունելության ինչու մի հատ ինձ չի զանգել ասի դե ասեց տղա ջան ինձ զանգեմ անհանգստացնեմ մարդուն գնա հիմա կլինի չի լինի ուրեմն քոնը չէ կասես որ ջղայնացած եմ ու ասա որ մի հատ զանգի ինձ Ես անձնաժողովի անդամները Վարդան բարազդատնովա դե բոլորը փնտրում են տեսնել Վաչեմյանի ծանոթն են բանից բարձվում բանից ան ասեց լավ անցնենք գործի կասես թո զանգ օքեյ ասում ինչ ես կարդալու ասի Պարուշ Սևակ իրերի դատն ու դատաստանը աթոռ այսօր դատելու ենք աթոռին ու սենց արեց կարդացի բրծա ասեց ես աթոռի պրոբլեմը Սևանում տենց լուրջ պրոբլեմա որ հենց դա ես ընտրել ասի Վարդանի գիտի եթե Պարուշ Սևակը այդ թեման ընտրել է ուրեմն դա միայն Սևանի պրոբլեմը չի ոնց որ թե համատարած պրոբլեմա հա ասեց ճիշտ ես ասում մի հատ էլ երգի մի հատ էլ լավ երգեցի շատ լավ է մի ռիթմիկան ստուգեք գնա պատրաստվի հաջորդ քննությանը եկա գնահատականը դեռ չեն ասում մի տորտի քննություն հանձնես նոր գնահատական հաջորդ քննությանը ես պատրաստ չեմ ու չէ զահլա ունեմ ոչ ես սիրտո հավեսք մանավանդ այդ անձնաժողովի վերաբերմունքը բանը ինձ մի քիչ էլ ջղայնացրեց էլի իրանց դուր չեկա որ Վարդանաճեմյանը ինձանով լուրջ զբաղված է ինչևէ Աստված բոլորի ոգին լուսավորի երևի թե ոչ ոք չկա հողը խաբար չտանի այո վերջ եկա հաջորդ քննությանը ասեց դե Դավիթ ջան պապան լավ է ասի հա լավ է շատ լավ է դե էջու դարա ասի էջու չունեմ ասեց ինչու ասի Վարդանը գիտի անկեղծ ասած էջ Սիրտո հավես էլ չկա այս քննություն, բան չես եկել։ Ասի եկել եմ, պարզապես ուզեցի փորձել, բայց չէ, հոգեբանորեն պատրաստ չեմ։ Իրեն դուր չեկավ դա։ Ասեց, դե հիմա պիտի կտրեն արդեն։ Ես չեմ կտրվում էլի, բարիս բան։ Կտրվում եմ բարիս բուն իմաստ։ Այո։ Իրանք չեն էլ միջամտում։ Ոչինչ չեն անում մարդիկ, ես կտրվում։ Ասեց, Դավիթ ջան, գնա եկող տարի կգաս։ Այ, ամել ծիծաղելով բան, շատ բոյով ես թատրոնի համար, Դավիթ ջան, շատ բոյով ես։ Ես էլ հիմար մի ապուշ կատակ արեցի։ Ասի Վարդանի գիտի, փառք Աստծո ձեր ժամանակ սենց անձնաժողովներ չեն եղել։ Ասեց ինչու։ Ասի որտեվ հայ թատրոնը կզրկվեր ձեզպես գիգանտից։ Ինչ, ունի հետևիցս մի ուշունց ու ես փախա, ես նույնիսկ ինքս չգնացի գործերս հետ վերցնելու։ Հետո վախենում էի։ Հետո հաջորդ տարի շատ բարեհաջող ընդունվեցի, այս պատմությունը իմացավ իմ դասատուն Տիգրան Մխիթարյան, Գրիգոր Մկրտչյանը, պատմել էին Մարատ Մարինոսյանին, Մարատ Մարինոսյանն էլ ինձ ծանոթացանք եւ այլն ընդունվեցի, ինձ էլ շատ էր սիրում, մի քիչ էլ չարուկ էի, ապուշ բանը շատ էինք անում, դե ջահել էինք։ Հենց ջան հասնում է, ասում էր նայ, խելոք մնա, թե չէ Վարդան Աճեմյանին կպատմեմ ես։ Կասեմ ով ես դու, ասի չէ, խնդրում եմ ոչ մի բան էս։ Արտեմյանը մինչև իր մահը բոլոր քննություններին եկավ մեր կուրսի։ Ինքը սիրում էր բոլոր երիտասարդներին բան անել, հետաքրքրվեր տեսնել։ Ու Մարատին ասում էր, «Էստեն լավն ասրանտիություն արեք»։
Էստղեն լավն ասրանից մի բան դուս կգատիրություն արեք, Բանեսյանյան, ես էլ մեջս ուռում էի Բանեսյանյան, մահացավ, ես երրորդ կուրսում էի կարծեմ, որ մահացավ, և գնացի ինստիտուտ, ու տեսնեմ հրաման է կախված, աստվածակին լուսավորին, հրաման կառավարությունը, նախարարությունը կրթական թոշակ է հիմնել Վարդան Աճեմյանի անվան և առաջին թոշակը ստանում եմ ես։ Այսպես եկանք նորից բախվեցինք իրար Վարդան Աճեմյանի հետ։ Գիգանտները ձեզ չեն մոռանում։ Եվս երկու գիգանտի մասին հետարքիր պատմություն ունեք, Հովանես Թուման և Ալեքսանդր Սպենդիարով։ Ասում են, որ դուք նրանց գիրքն եք նստել։ Այդ պատմությունն է խնդրում պատմեք։ Չէ, երկուսին միաժամանակ չէի կարող։ Չէ, Ես մեկի գիրքն եմ նստել։ Դուք մեկի գիրքն եք նստել։ Բայց լավ բան չենք անում։ Հա։ Գորջան, լավ բան չենք անում։ Մեր պատանիներին, երիտասարդներին ես ինչեր ենք սովորեցնում։ Բայց Չէ, բայց հանուն սիրո էր։ Հանուն սիրո, դե դրա համար պատմեք, այո։ Դե սիրահարված էի, ես եւ ընկերս միասին զբոսնում էինք իմ ապագա կնոջ հետ, ձյուն, սուրճ մուրճ խմեցինք, քայլելով գալիս ենք օպերայի հրապարակով ենք անցնում, ու ինչ-որ բան ասի Ադելը նեղացավ, կինս, չեմ հիշում ինչ ասեց, ուրեմն դու ինչ ես սիրում, սիրում եմ, ինչ ես խոսում, բան, ընկերս է վատ ազգում, բան, Ադել սիրում եմ, ասում, դե ապատուսի, ասում, ինչ անեմ, որ ապատուսեմ, ասեց, կարող ես բարձրանալ նստել Թումանյանի գիրկը, հանուն ինձ, նայեցի Արամին, ընկերոջս, ասեց, Արամս բարձրացավ Սպենդիարյանի գիրկը, ես Հովանես Թումանյանի, ոնց բարձրացա չեմ հասկանում, ազնիվ խոսք, հետո երկար նայել եմ, ոնց եմ բարձրացել։ Սերը ուժ է տալի։ Սերը ինչեր է անում, սերը թևեր է տալիս։ Բա, վերջը, այսպես նստեցինք ու տեսանք, որ սուլիչի ձայն ու ոստիկան են կողմից հո չենք փախնում։ Խայտառակություն, սիրելի պատանիներ և երիտասարդ տղաներ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ, թեկուզ հանուն սիրո այս էշությունը այլևս չանեք։ Ես հետո 1000 անգամ գնացել եմ եկեղեցի և ներողություն եմ խնդրել մեր գիգանտներից, մեր հզորներից, մեղակ ես Տեր Աստված։ Ես համոզած եմ, որ Թումանյան ձեզ ներել է, հանուն սիրո։ Հա, հետո իր երկու գործը բեմադրել եմ, հաստատ ներել է։ Դե ինչ, տեսնում եք, հանուն սիրո կարելի է նստել Թումանյանի գիրկը, բայց հետո մինիմում երկու գործ պետք է բեմադրել։ Եթե այդպիսի բան չեք անելու, եկեք ուրեմն Թումանյանի գիրկը չնստեք։ Երաժշտական դադար մեր երեկոյի ընթացքում, հետո կշարունակենք մեր հետաքրքիր զրույցները եւ մեզ արդեն կսկսեն միանալ մեր գլխավոր հերոսի հյուրերը։ Ձեր գնչույն վաղտս կարդաց, իմ հայացքի մեջ մոխրացած, նա կիշվածային շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, ով որ իմ սիրտը գողացել է, արդեն հեռու է ինձանից, որ ընկերներս հեռացել է, սիրելիներս էլ չկան, նույնիսկ մոտի բարեկամներս հոգեացիս հազիվ թե գան, իսկ մենք խաղում ենք մեր դերերը, իսկ ես հոգնել եմ այս խաղից, մենք թաքցնում ենք մեր դերերը, մենք թաքնվում ենք իրարից, ես քեզ սիրում եմ այս խոսքերը, դուրս են խաղի կանոններից, ես ձեզ թողնում եմ իմ այս դերն ու հեռանում եմ ձեզանից, ես ձեզ սիրում եմ այս խոսքերը, դուրս են խաղի կանոններից, ես շապրտում եմ ձեզ իմ դերն ու հեռանում եմ ձեզանից։ Քո իսկական սիրահարները
քեզ լքեցին իմ Երևան անտեր ու դուրս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական ես քեզ սիրում եմ այս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան արժեր հասնել աշխարհի ծերը որ այս բառերը հասկանամ ես քեզ սիրում եմ այս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան արժեր հասնել աշխարհի ծերը որ այս բառերը հասկանամ ձեր գչուին վաղտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրեցած նա կիսած այն ինձ շշնջաց որ ես ճամփորդ եմ ուշացած որ իմ գնացքն արդեն մեկնել է ես ուշացել եմ նրանից ով որ իմ սիրտը գողացել է արդեն հեռու է ինձանից որ ընկերներս հեռացել են սիրելիներս էլ չկան նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեացիս ասին թե կան Մինաս եւ Շանթ Project հիանալի կատարում Մինաս երթական անգամ ապացուցեց, որ աշխարհի ամենալավ երգերը պետք չի երգել, պետք է պատմել։ Շարունակենք մեր այսօրվա ծրագիրը եւ մեկ խցանի պատմություն այս պահին։ Մեր հաջորդ հյուրը Լավ, կապ ունի այս խցանի հետ։ ես արդեն հասկացա։ Գուշակեցիք ով է նա։ Անհնար է չգուշակել։ Տեսնենք ով է մեր առաջին Ասեմ նոր մտնի։ Չէ, թող մտնի նոր ասեք։ Արամ Գրիգորյան։ Հայաստանի Հանրապետություն, բարև ձեզ, շատ հաճելի է։ Բարև ձեզ։ Տեղավորվեք, պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Հակառակ։ Դեռ պահել ես։ Սա ինչ խցան է, ինչ պրոպկա է եւս Դավիթի խցանի կեսը։ Կեսը ձեր այո, կեսն է, տեսեք որ կիսատ է խցանը։ Կեսը ձեզ մոտ է, Այո։ կեսը Ինձ պարոն Գրիգորյան մոտ։ Դե սա վերադարձում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն։ Խնդրեմ պատմեք։ Եվ քան տարեկան է այս խցանը։ Խցանը, մենք այն ժամանակ 18 տարեկան էինք։ 18 էլ չկայինք երբ։ 18, այդ նշանակում է, չէ, ոնց։ Հա, 18-ին։ 18, միարժեք 18, որովհետև դու առաջի տարին չընդունվեցիր, երկրորդ տարին արդեն մեր մեծի Վարդան Աճեմյանի յուրահատուկ օրհնությամբ մտավ թատերական աշխարհ։ Եվ մենք որոշեցինք նշենք այդ փաստը։ Ասա 1972 թվականն է։ Չէ, Ոչ, 1975 թիվն է 75։ ընդունվել է։ 75 թիվ։ 5 թիվ։ Որովհետև մեր դպրոց ավարտելու հաջորդ տարին։ Ահա։ Եվ ուրեմն Ասեմ իմիջիայլոտ այդ Գեղարվեստի դպրոցում մենք միասին էինք նայել։ միասին ենք սովորել, հա։ Եվ ուրեմն այնվաղ սահմանափակ հնարավորություններ կար, ինչ որ բան հետաքրքիր նշելու, ասենք ստիպված մեր երևակայությանը զոհ էինք տալիս, ինչ որ բաներ էինք անում։ Եվ ուրեմն որոշեցինք տենց Դավիթեն ստանը նշել դա։ Առանց այն ժամանակ բան Շուշան շամպայն էր կոչում, իրականում շամպայն չէր, դա փրփրուն կարմիր գինի էր։ Տարօրինակ մուգ կարմիր։ Եվ այդ շոքին, այդ ամառվա շոքին չար բախում իրանց տանը առանց դա սառացնելու արևելյան ձևով, այսպես ասած, ննջարաններից մեկում իրենց սեփական տան, երևի ծնողների ննջարաններ, ես մա լավ Չէ, չեմ հիշում։ մեր ննջարանն էր։ Իմ ու Աշոտի ննջարանն էր։ Եվ ուրեմն այդ ննջարանում Գորգը փռած։ գորգի վրա սեղան դրեցինք, բացեցինք այդ շամպայնը, դրանից մի գրամ չմնաց, այդ առաստաղով, պատերով, բարձերով, հա, լրիվ։ Դժվարությամբ գտանք խցանը, տանանք խոհանոց կիսեցինք, որպես հիշատակ տենց։ Տանը հետո վերանորոգում մայրիկի կողմից Չէ,
Ցույցեր, ծեծ չեղավ, բայց հետո երկար ժամանակ ես պատերն էի մաքրում։ Ես չեմ հիշում Լուսավորքի Աշոտը եղբայրը պատմեց, թե մյուս եղբայրը Հակոբը, ասաց որ Դավիթին նեղացնում էինք երեխա ժամանակ։ Ինքը ասում է լաց էր լինում հայլու առաջ, որպեսզի տեսնի թե դա ոնց է կատարվում։ Այսինքն դեռ այն ժամանակ այդ ջիղը կար իրար մոտ էլի։ որ տեսնի։ Դե որ տեսնի, հա, որ տեսնի ինքը ոնց է դա անում էլի։ Լավելացում թե ոչ։ Հավատան լացել թե ոչ։ Հա, վստահություն ներշնչում է իրար լացել, թե չէ։ Չէ, կարևորը հասկանալն է թե լացելիս մարդու հետ ինչ է կատարվում։ Ոչ միայն շամպայն եք թափել, կամ այսինքն ոչ թե թափել, այլ դա ինչպես կարելի է անվանել դրան։ Շատրվան։ Ոչ միայն շամպայն եք բաց թողել, այլ նաև գրաֆինից ջուր եք լցրել մի անգամ, ում վրա, ինչ պատմություն է դա։ Այդ ինքն է։ Խնդրեմ։ Ես չեմ։ Ես զոհն եմ։ Դուք զոհն եք, խնդրեմ, պատմեք։ Ամառ էր, դպրոցական էինք, ինչ որ թատերական փառատոն էր Երևանում, իսկ մենք այն ժամանակ, ասենք, աշխատում էինք բոլոր հնարավոր թատերական պրեմիերաները, բոլոր հնարավոր համերգները, բան անպայման այցելել, ուրեմն Դավիթը միշտ շատ պատասխանատու վերաբերմունք ուներ դրան, հա։ Ինքը Չարբախում էր ապրում, ես երրորդ մասում, մենք բարձր առաջի հարկ էինք, ուրեմն այդ պետլած հագնված եկավ ուշանում ենք բան մեր բանի տակից, պատշգամբի տակից ձայնա տալիս, ամառ շոկ։ Լավ ոս հիմա իջնում եմ, որ ասում էի խոհանոցը, ուրեմն այդ գրաֆին էր, որ այն վաղ ջրերը կտրում էին, այդ ճնց պղպջակներ էր տվել, տաքացել էր այդ գրաֆին։ Երում էր։ Չէր երում, բայց մոտ էր Երմանաստիճանի։ Նայեցի ու իր այդ պատասխանատու ձևը, այդ հագնված պետլած կապած բանն ու այդ գրաֆինը բան բալկոնը բերեցի բալկոն, այդ պատշգամբ բերեցի այդ բանի մոտ, ասացի Դավիթ, հա, ոնց է լրիվ լսեցի։ Հենց արեց։ Ախր ինչի։ Հիմա այդտեղ Բայց այդ ռեակցիան տեսնելու համար լարժ էր անել, էլի։ Դրանից հետո ուրեմն ուշանում ենք հիմա եւ այլն, բերել եմ տունին վերնաշապիկներից մեկը ուզում ենք հագցնենք, հա, որ դրանով գա, ես իրան համոզում եմ, որ դա լավ է, ինքը շատ է ուզում, որ Շուշանակ ներկայացումից, էլի։ Տեսնում է, որ այդ վերնաշապիկը շատ մեծ է իր վրա, էլի, բայց ասենք ուզում է ինչ-որ ձևով հարմարվի, ես այդ հետևից բաներ եմ անում, արա դու ինձ ձեռ ես անում։ Ես հիմա չեմ հիշում, մայրս այդ վաղ թարտուկով չորացրեց, թե ուղղակի տենց թացած ակավ, դե մենք Ինձ թվում է երրորդ մասից կարելի միջև կանգար, միջև հասակ չորացած կլինի։ Այո, չորանա, այն ժամանակը տենց վիճակ էր։ Բայց անկեղծորեն մինչև հիմա չեմ հասկացել։ Ինչու։ Ինչու։ Այդ հարցը Ես քեզ հետո կասեմ։ Լավ։ Ոչ, պատասխանը, ինչու պատասխանը ոչ եթերային է, այստեղ։ Բոլորը գիտեն սուսերով պարը, բայց կա նաև ունքերով պարը։ Ինչ է դա։ Ասում են, որ առաջին ունքերով պարը Հայաստանում բեմադրել եք հենց դուք երկուսով։ Մենք մի լավ ընկեր ունենք։ Մեր մանկության ընկերը նորից Հովիկը նույն այդ Գեղարվեստի դպրոցում միասին ենք սովորել։ Ինքը հիմա Ամերիկայում ապրում, մենք ավելի քիչ ենք հանդիպում։ Հակոբյան Հովանեսը ինքը ուրեմն մեզ հրավիրել էր Երևանում էր, հրավիրել էր իր տղայի հարսանիքին։ Այդ սեղանի մոտ որ նստած էինք մեր կանանց հետ բան եւ այլն, մենք չէինք ապարում, որովհետեւ Դավիթի մեջքը ցավում էր, էլի ինքը չէր կարող ապարել։ Ու այդ պահին տենց միտք առաջացավ, ասենք կարելի է ունքերով ապարել։ Քանի որ մեջքը ցավում է, ու մենք ունքերով ապարել ենք։ Բնականաբար ասենք այդ դրա վերջում բոլոր դափնիները իրան գնացին, ասացին, որ ինքը դա ավելի լավ անում, քան ես, ես բոլորովին չեմ խանդում, որովհետև այդ իրա փեշակն է, իրա մասնագիտությունը։ Վերջը։ Բավականին հաջող եղավ այդ ունքերով պարել։ Իսկ ինչպես են ունքերով պարում, կարող եք հիմա մի դրվակ։ Խնդրեմ։ Դե ունքերը երաժշտական քաղաք։ Երկու ունքեր երաժշտության։ Ու մեկը նկատում է մոտենում են, հետո այն մյուսը, հետո մեր կողքիններն էլ սկսեցին, հետները շուրջ պար բռնել։ Քոչարի ունքերով փաս։ Եթե մնաց ունքերով պարը։ Ունքերով պարը, այո։ Դե ինչ, ժամանակն է ունքերով պարելու, որտեվ երաժշտություն է հնչում, տեսնենք կարող ենք մենք այս երաժշտության ներքո մեր ունքերը գործի դնենք։ Մնացեք մեզ հետ։
Եթե փնտրում եք ոչ եւ որակ, այցելեք Van Cleef խանութ սրահ, Մեգամոլ, երկրորդ հարկ։ Այստեղ կգտնեք տղամարդկանց էլեգանտ կոստյումներ, առօրյա հագուստ եւ ոճային աքսեսուարներ։ Van Cleef, երբ ոճը խոսում է ձեր փոխարեն։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ։ Առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ։ Ավտոմատ կազմակերպում է ձեր օրը եւ խնայում է ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Հաջորդ հյուրն է գալիս, պարոն Հակոբյան։ Հաջորդ հյուրը բան չունեմ ցույց տալու այդ հյուրից, բայց բրենդամոլ է եւ շատ է բողոքում, որ դուք նրա վրա շատ եք խոսում, բայց ես համոզված եմ, որ միշտ տեղին, միշտ երիտասարդ է։ Ներկաներիցս ամենաերիտասարդն է լինելու։ Լավ, հասկացա։ Հասկացաք։ Լավ։ Թող գա հետո Թող գա։ ներկայացնի։ Արի, բրենդամոլ ես եղբայր։ Այո։ Ստեփան Ղամբարյան։ Տեղավորվեք Ստեփան Ղամբարյան։ Շնորհակալություն։ Բրենդամոլ Ստեփան Շնորհակալություն։ Ղամբարյան։ Այսօր այն շապիկ չի հագի, որ գրված է ամեն ինչ։ Դե պատմի Ստեփան, որտեղից ես ճանաչում պարոն Հակոբյանին, քանի տարեկանից, ինչ ես տեսել առաջինը։ 99 թվականից ավելի մոտիկից գիտեմ պարոն Հակոբյանին, որպես դասախոս։ Բայց ավելի վաղ 96-97 թվականներին պատիվ եմ ունեցել ներկա լինելու իր խաղացած գրեթե համազգային թատրոնում տեղի ունեցող գրեթե բոլոր ներկայացումներին, որտեղ մասնակցում է պարոն Հակոբյանը եւ չեմ հիշում այդպիսի մի օր ներկայացում, որ բաց եմ թողել։ Ընկերներով հավաքվում էինք ուղղակի ժուրնալիստների տանը, գնում էինք նվայելելու պարոն Հակոբյանի խաղը։ Ֆանակումբի ղեկավարն է ձեր հաստատ։ Իմ վարպետն է պարոն Հակոբյանը, իմ կուրսի ղեկավարն է, իմ վարպետության։ Ինչ է սովորել պարոն Հակոբյան։ Եվ արդյոք սովորել այն ամեն ինչ որ տվել է սովորել ես։ Ամենայն դեպս բրենդամոլությունը ինձանից չէ։ Դա նոր հիվանդություն է, այո։ Մտերմացել եմ եւ ծանոթացել եմ մասնագիտությանս հետ։ Իր շնորհիվ։ Նաեւ իր ցանկացած բեմադրությունների ժամանակ ինձ վստահում էր պարային կտորների բեմադրական աշխատանքները։ Իր հետ հավասար օգնում էր, որպեսզի ես կարողանայի մասնակցել այդ հրաշալի ներկայացումներին։ Ի տարբերություն ինձ Ստեփանին երբեք ոչինչ չի խանգարել ապարել, որտեղ նա նաև պարող անձնավորություն է, այո։ Որպես դասախոս, ինչպիսին է պարոն Հակոբյան։ Այն ժամանակ շատ խիստ էր։ Շատ խիստ էր։ 5 րոպե ուշանայինք կոշիկով ուղիղ, այո, շատ խիստ չէր թողնում։ Միացյալ Նահանգներում ենք։ Վերջերս վերադարձանք, գնացել ենք Միացյալ Նահանգներ, հայ կրթամշակութային հիմնադրամի մեր ընկերների համազգայինի հայ կրթամշակութային հիմնադրամի մեր ընկերների հրավերով ներկա եղանք Միացյալ Նահանգներում եւ խաղացինք 4 ներկայացում, շատ լավ ելույթ ունեցանք, շատ լավ ընդունեցին, շնորհակալություն իրենց դրա համար։ Հերթական օրերից մեկն էր, այնտեղ իրենք այդ շատ խիստ հայկական դաշնակցական հետևողական քայլերով իրենք հետևում են ավելի շատ սրտացավային երևի քան մենք։ Հերթական օրերից մեկն էր, նստած էինք տանը, պատրաստվում ենք գնանք ներկայացման, ինչ անենք, ինչ չանենք, դիմացը մի հատ ինչ-որ գեղեցիկ սար կար, որտեղ որ ապրում էինք։ Պարոն Հակոբյանը ասաց գնանք պտտվենք։ Հա, այնտեղ թատրոն կա, ասում են, գնանք մի հատ նայենք։ Բացօթյա թատրոն։ Բացօթյա թատրոն, գնացինք։ Գնացել ենք, կանգնած ենք, դարպասը փակ է, վրան կողպեք 4 նշանոց ինչ որ թվերա, որ պետքա 4 նիշա հավաքես, որ կարողանանք, կանգնած ենք, չկանք։ Զանգի մի հատ մեր ընկերներին, զանգում ենք, գրում ենք, հեսա կգան, ուրեն, չկան։ Հակոբյանս ասեց, ես գիտեմ կոդը։ Ասեցինք ինչ ասեց, 1915։
Հավաքեցինք 1915 Բացեց։ բացվեց թատրոնի մուտքը։ Ասի որտեղից իմացաք, պարոն Հակոբյան, ասեց Wi-Fi կոդը ասեմ։ Ասեց ի՞նչ է, ասեց ապրիլ 24։ Ասի, դաշնակցականի դունը։ Գուշակելը դժվար չէր, փաստորեն, այո։ Ինչ Թատրոն կար, թե չկար, բացատրի։ Կար, կա այնպես կիսատ պրած սարքած բան, թատրոնը ներքևում էր։ կիսավար։ Եվ երբեք չեմ մոռանա պարոն Հակոբյանի 60-ամյակը։ Երևի դերասանի համար ամենահրաշալի, ամենագեղեցիկ 60-ամյակներից մեկն եմ տեսել, Հոբելյաններից մեկն էր ինձ համար, երբ շատ էքսպրոմպտ պարոն Հակոբյանը բեմում ցույց տվեց, թե ինչպես պետք է լինի դերասանը, վիրտուոզ դերասանը։ Հերթական ներկայացումն էինք խաղում, ինքը համապատրաստի եկել էր ներկայացման, իր 60-ամյակն է, խնդրել էր, որ առանձնապես շատ ճոխ, շատ, չգիտեմ, աթոռ չդնենք, ինքը չնստի, այդ տեսակ բաներից հեռու մնա, շատ համեստ է պարոն Հակոբյանը իմիջայլոց, այդ իմաստով, բոլոր իմաստներով։ Եվ ներկայացման կեսից արդեն այնպես էր Երկրորդ տեսարանից հետո։ Երկրորդ տեսարանից հետո այնպես էին կազմակերպել, որ իր գրեթե բոլոր կերպարները եւ բոլոր ներկայացումներից հատվածներ պիտի խաղար, բայց ինքը չգիտեր։ Եվ ամենագեղեցիկ օրերից մեկն էր պարոն Հակոբյանի 60-ամյակը, երբ ինքը շատ պատահական լսում է ռեպլիկ լրիվ ուրիշ մարդուց, լրիվ ուրիշ մեկից, ուրիշ դերակատարումից, որը կապ չունի այդ ներկայացման հետ, այդ օրվա հետ։ Եվ շատ փառահեղ օր ստացվեց։ Հիշողությունը տեղն է, պարոն Հակոբյան։ Այո։ Պարոն Հակոբյան, Խառնվեց ոչ մի վարքյան։ ես գիտեմ, որ շատ դեպքերում ուսանողները գալիս են ձեր տուն, վարպետի տուն, այնտեղ ինչ որ դասընթացներ են, վարպետած դասեր են, հետո հաց եք ուտում, խմում եք։ Հա, գալիս են վարպետած դասեր են կանում։ Գնում եք, իրանք մնում են ձեր տանը, դուք գնում եք դասի։ Եղել են այդպիսի դեպքեր։ Այո, իհարկե։ Հերթական վարպետած դասից հետո հոգնած էին, մի երկուսը չկարողացան գալ։ Գնացիք Ի վիճակի չէին գալ։ Իրանք ի վիճակի Ուզում էին նորից սերտել, էլի։ Այո, այո, դասը։ Այդ երկրորդ կուրս էինք կամ երրորդ Արմանը Նավասարդյան Շամշադինից բերել էր հետը արջի միս եւ լիտրուկես արաղ։ Եվ արջի արյուն արախ։ Այո։ Եկավ մեր տուն նստեցինք մինչև ժամը 11-12-1 արդեն արաղը դատարկեցինք գրեթե։ Ես մի քիչ էր մնացել տակը, ինչ անենք, ինչ չանենք, չենք կարող այդ մսի հետ այդ հարցերը լուծենք։ Ասած գնանք Հակոբյանից տուն։ Գնացինք։ Վարպետից տուն։ Այո։ Գնացինք դուրս ծեծեցինք, Հակոբյանս բացեց, միսը խորովեցինք, ասեց ուր արաղը, արաղ չկար։ Հանեց իր պահեստից վիսկիները եւ սկսեցինք վիսկի խմել։ Հաջորդ օրը ինչ տեղի ունեցավ։ Գնացինք դասի առավոտ 8-ին։ Դուք գնացիք։ Այո։ Հա, այդ օրերը գնացել են։ Հա, որտեվ ես գիտեմ նաև այնպիսի դեպքեր, որ պարոն Հակոբյանը փորձում է արթնացնել այդ Դա արդեն մի քիչ դրանից ավելի առաջ էր։ Հա։ Առաջին փորձերն էին դեռ Դեռ ամեն շուտ էին հոգնում Հա, դասեր։ դեռ չեն, այդ level-ին չեն հասել։ Այո, այո։ Բայց ով մնում էր վարպետի տանը, միևնույնն է դասից ստանում էր բացակա, որտեվ դասը շատ կարևոր է։ Այո։ Պարոն Հակոբյան, իսկ այդ շփումը ոչ ֆորմալ օգնում է։ Առանց դրա անհնար է։ Առանց դրա անհնար է։ Մեր մասնագիտությունը ինչի մասին է ընդհանրապես։ Մեր մասնագիտությունը տարբերվում է համարյա բոլոր մասնագիտություններից, համարյա եմ ասում, որտեղ կան մասնագիտություններ, որ մի քիչ նման են մեզ։ Մեր մասնագիտությունը մարդկային փոխհարաբերությունների մասին է։ Եվ մենք երեկոյան հանդիսատեսին հենց դա ենք վաճառում։ Մարդկային փոխհարաբերությունների մեր պատկերացումները։ Ուրիշ ոչ մի բան չենք վաճառում։ Դա է, մեր ապրանքը դա է։ Եվ եթե դերասանները իրար հետ շփվելու, իրար հետ լինելու, իրար հանդուրժելու, իրարից չամաչելու, իրար վստահելու, այդ Փորձությունը չունենա։ բաներին չտիրապետեն, եւ նրանք ուրեմն երեկոյան նրանց վաճառածը կեղծ է։ Հա։ Եթե կեղծ են շփվում կյանքում, դա տեղափոխվում է նաեւ բեմ, ինչ ուզում ես արա։ Ինչ ուզում ես արա։ Չնայած վարպետ դերասանները վարպետորեն թաքցնում են դա։
Օրինակ պատմությանը հայտնի են Օթելլոյի եւ Դեսդեմոնայի դերակատարներ, որոնք կյանքում իրար տանել չեն կարողացել, բայց երեկոյան Սեր են խաղացել։ սեր են խաղ, բայց վերջում չի դիմացել Օթելլոն մեկա խեղդել։ Իրան արել։ Մեկա իր ստոր քայլը արել։ Ստոր քայլը արել։ Այո, մարդկային փոխհարաբերություններ, իսկ առանց դրա անհնար է ստեղծել այն, ինչը որ դու չունես։ Իսկապես դա այդպես է։ Շարունակենք մեր մարդկային եւ երաժշտական հարաբերությունները, երաժշտական դաթար, հերթական Ստեփան կարող ես անգամ ապարել։ Մենք գիտես որ դու լավ ես ապարում։ Կոգնիտիվ դիսոնանս է մոտս։ Չէ, բայց դա այնպես չի որ ինքս մե գնա։ Հա, այդ որ ասма գնա, պետք չի գնա։ Կգնաս թե չես գնա։ Հələ գնա, Ստուգում դե դա մա։ հələ փորձի գնա։ Կտեսնես ոնց ասի։ Իրականում ասում եմ մնա։ Հա, գնա։ Գնան հին ակատերենից մնանա։ Հա, հասկացանք։ Այսօրվա ձեր վերջին հյուրն է գալու այստեղ, այս պահին, մի հիանալի անձնավորություն, որի միգուցե դուք այդքան ուրախ չեք լինի տեսնելու, որտեվ շատ է դες զայրացրել, շատ։ Զայրացրել է, զայրացնում է եւ զայրացնելու է, պատկերացնում եք։ Տեսնենք ով է, դիմավորենք։ Ես քույն։ Այստեղ իմ սիրած հայոյանքը պիտի ասեմ։ Կարող եք ասել, մենք հետո դու կարող եք դնել։ Ես ասել եմ ամենակիչը ինձանից է ուրախանալու։ Այո։ Հորը բերանը գինի լցնեմ։ Ինչպիսի հայրիկ է պարոն Հակոբյանը, պատմեք։ Խոստովանեք։ Միշտ ասել ենք, որ ավելի քիչ հայրիկա, քան ընկեր։ Մանկուց տենց միշտ է եղել։ Միշտ մանկուց ասելա, որ խելոք բայք, հեսա մամային կասեմ։ Չարություն մի արեք, մեր հետ կիմանա։ Մի քիչ ստեղ հավաքեք, մեր հետ գալիս է։ Ճիշտ մոտեցում է։ Կամ որ եթե ուշ եք գալու, մի գոնե մի կես բերան ասեք, որ ես խոսակցություն մի բերեք։ Այսպես բոլոր մեր տանել է տենց երեխաները ուշանում են, տղաների մասն է խոսքը։ Ինձ ասեմ Մարիամ զանգի տղա է, ինչ ես ինձ ասում։ Հիմա որ հեռախոս կա։ Ինչպիսի տղա է ձեր սիրելի տղան։ Նախ տղա է, խենթ, աննորմալ բաներով, ցանկություններով, աննորմալ ծրագրերով, աննորմալ հակումներով, որոնց միշտ ես հավատ չեմ ունեցել, բայց մարդը ապացուցել է, որ հնարավոր է անել։ Զարմանալի մարդ է ինքը, զարմանալի։ Շատ հրաշալի գրում է, բայց փնթի է, չի խմբագրում, հենց գալիս է միտքը գրում է ու անմիջապես հրապարակում զանգում եմ ասում եմ խմբագրի նոր, մատա ինչի ասես կպնում է, կարող է քֆուր դուրս գա, էլի։ Առիթից օգտվեմ, ասեմ, որ ինքը մի մեծ գործ է անում հիմա։ Պատերազմի ժամանակ նախ թողեց իր մասնագիտությունը, իր ստուդիայի գործունեությունը եւ զբաղվեց ամեն ինչ ճարելով, ֆոնդեր, մոնդեր եւ այլն, եւ որ ուղարկեն պատերազմին, զինվորներին, Արցախի բնակչությանը, դեղորայքից բռնցրած մինչև զրահաբաճկոններ, ու չգիտեմ, քնապարկեր, նույնիսկ արտադրություն շատ արագ եւ դա շատ արագ 2 օրում արտադրություն սկսվեց քնապարկերի բան եւ այլն։ Հետո էլ պատերազմը վերջացավ, մի օր էլ եկավ տուն, ասեց՝ «Պապ, վերջ, ես ուրիշ բանով եմ ուզում զբաղվում»։ Այսինքն Դե ասեց ուզում եմ հերոսների վերականգնողական կենտրոն սարքել։ Ինչու՞։ Դա հսկայական գումարների հետ է կապված։ Ասեց կա, ահագին փող կա, ինչքան։ 200,000 դրամ օգնություններից մնացել է, թույլտվություն ստացել եմ արդեն իրանցից, որ սկսենք այդ գործը։ Այսօր դրախտավայր է այդ տարածքը։ Հրաշք կենտրոն է դա։ Փաստորեն ձեզ էլ չի ջղայնացնում Սուրենը։ Ժամանակ չի։ Ջղայնացնում է։ Ջղայնացնում է, որ չի ջղայնացնում։ Ջղայնացնում է, որովհետև նախ շատ ուշ ենք տեսնում իրար, շատ ուշ ենք հանդիպում։ Ես այնքան հոգնած եմ լինում, որ բարիս բուն իմաստով վեր եմ ընկնում, արդեն մի ժամ է գալիս, ինքն էլ այնքան գործ ունի, որ ուշ է տուն գալիս։ Եվ այդպես
Նենց որ հաղորդման եկել ենք իրար տեսնելու։ Կարող եք շփվել, լռել։ Ես ոնց մտքովս չանցավ, որ 4-րդ հյուրը միայն իրեն չկռահեցի, չէ՞։ Այո։ Ասա ինչու։ Ինչու։ Մտքովս չանցավ նախ, բայց ոնց այդ պահին մոռացա մի հետաքրքիր հեռախոսազանգ։ Տնից զանգեցին ինձ։ Ասում են, պապ, Սուրիկը խնդրեց հիշեցնել, որ դու այսօր շանթում նկարահանում ունես։ Բրավո չտաս։ Հանկարծ փնտի չհակնվես, տես ինչ ա։ Դե հա որպես կանոն փնտի ա։ Այսինքն տպավորությունն է, թե Արորիայում ես փնտի հակնում գնում եմ աշխատանքի։ ինձ թվում է բոլոր մեր կանայք մեր մասին բացի Սուրենի։ Չէ, բայց այդ տեսակ տեսակ հատկություն ես ունեմ իհարկե, ես շատ անշադիր եմ երբեմն լինում Մարտակինյան։ Մի օր ախորս աղջկա հետ նստած էինք բալկոնում սուրճ էինք խմում, ասեց որ այ հոպարդ, քո հոպարը գնային շորը հակի ասում է, գնային շորը հակի ինչ որ նկարահանման եմ գրում, Բանասյանյան, հոպարը տանկան խտեսել է, ինչ ասես կհակնի դուս կգատնից, ու ես կոստյումով գա, փողկապով, բանով հակնված դուրս եկա որ գնամ, ասեց, ահա, խնդրեմ, բոթասներով ես գնում ես նկարահանում։ Այդ մնտին դրա մասին էր, էլի։ Պարզ է։ Սուրեն Դավիթ, խնդրեմ պատմեք այն պատմությունը, երբ եկաք տուն եւ բռնացրեցիք ձեր հայրիկին լացելիս։ Ես ասել եմ կամ լավ հաղորդում է ստացվելու, կամ ինձ տուն չեն թողելու։ Կամ 50-50, այո։ 50-50։ Այս վերջերս էր, մտա տուն, տեսա դիվանի sense նստած, արցունքոտ, ասի ես երևի մաման նեղացրել է էլի, կամ ինչ որ մի բան կոնֆլիկտ է եղել, էլի հերիք եղավ այս մարդուն, չեն թողում գիշերը հանգստանա, ասի լա մի հատ ստուգեմ, տեսնեմ ինչ է եղել, ասի ինչ կա, ինչի ես sense նստած, պաուզա տվեց, ասեց այս տեսարանը չէի տեսել։ Ինքի իրան։ Չէ, բայց տպավորություն չստացվի, թե իմ խաղից էի հուզվել։ Ուղղակի։ Չէ, տեսարանը չէի Ես ասի տեսել։ տեսարան։ Սուրեն, խնդրեմ պատմել նաև մեքենայի պատմությունը։ Ես Գողացած ասեմ ձեզ, որ իր ժեստիկուլյացիաները մենք շատ ենք նմանացնում Լյուի դու Ֆյունեսի հետ։ Ահա։ Երևի ստոպն էլ կասի, որ ընտանեկան հարաբերություններ ունենք, sense կարող է sense պատտվի, հա? Չկա։ Ինստիտուտից դուրս եկանք, երեկոյան ժամեր ու 54 մարշրուտ կան, հենց թատերականի կողմով գնում էր դեպի Չարբախ։ Կանգնացրեց, նստեք, բայց ինքը մեքենայով է եկել։ Նստեցինք, եկանք Չարբախ։ Տուն Առավոտյան արթնացել, հա? Մեքենա չկա։ Չկա։ Ծավտուն չկա։ Գողացան։ Քո ավտոն գողանա։ 2 ժամ հետո ասես, լսի, կարող ավտով չենք եկի, ասի, հա, մենք ավտով չենք եկի։ Ինքնից Կիրակի օրը կարող էր արթնանալ, գնար ինստիտուտ դասի, հագնվեր։ Դե մենք դեն չենք անում, ծիրուն, շատ, գնար դասի, հետո տեսներ, որ ինքը սխալ է եղել, չընդուներ իր սխալը, տենց պահակին բարևեր հետ գար։ Մի անգամ ուշացել է ներկայացումից, մի անգամ, այդ օրը ես ասեցի, վсё, երևի իրան ինֆարկտ կխփի, տունը նստած էինք, զանգ եկավ հեռախոսին, ասեց Դավիթ, քո մուտքն է, ասեց ոնց իմ մուտքն է, ինչ մուտքն է։ Ու ինքը հետո խաչատ ունի, որ կարող օրինակ ինքը իր անկերներին ժամադրի, այսօր հյուրեր ունենք, բան, հյուրերը գան, նստենք, սեղանը դնենք, ասի դե լավ, Ժորժ ջան, ինձ կներեք, ես գնացի։ Ասեմ ուր, ասում նկարահանման, ասում բայց չգիտեի որ հյուրեր ես։ Գիտեի ասում, բա մարդիկ գալու են ամոթ չի։ Մեզ թողի այդ հյուրերի հետ ու ինքը գնա։ Ու լինում որ անծանոթ մարդիկ են լինում, նոր ենք ծանոթանում այդ մարդկանց հետ, որ հյուրեր են լինում։ Դե ձեր շրջանակն է մնդլային։ Ձեր իրական շրջապատն է մեծացնում։ Իրան միջոցառման բերելու համար ես պետք է մի ամիս առաջ բոլոր ադմինիստրատորներին զանգեմ, խնդրեմ առանց իրան ասելու, ապշել էի որ այս վերջերս եկել էր մեր կենտրոնի միջոցառմանը։ Թե այդտեղ հատուկ խնդրել։ Ես ապշել էի, որտեղ բոլորն ասում են, բա ասում եմ, դե գիտես, չգիտեմ, Հոփկինսին էլ կարելի է հանգիստ բերել, ոչ թե որ ինքը իրան համարում է իրանից ավելի տաղանդավոր, այլ ոչ, ինքը պրոստը իր նկարներից բացի ու թատրոնից ամեն ինչ վրա թքած ունի։ Բացարձակ ամեն ինչի վրա։ Այ բացարձակ բառի սխալ կիրառում։ Կնդրեմ, եւս մեկ քանյանալու համար։ Բացարձակ բառի սխալ կիրառում։ Բայց դու հաշվի չես առնում, որ իր էներգիան տվել է մեզ,
եւ շատ ու շատ Մենք մենակ իր էներգիան չենք տվել, մենք ինանել ենք տվել ձեզ։ Իրա մեքենայի մեջ արդեն գեստապահարան կա, ուտելիքներ կան, ջուր կա, ամեն ինչ տվել ենք նոր մենք կախիչ ձեզ։ եմ նվեր ստացել պրոֆեսիոնալ հատուկ մեքենայի համար։ Նոր կախիչ եմ նվեր Ինքը արդեն ստացել։ այնքան է տարված Վերջին Իրանից։ ռեժիսորից, որի հետ համագործակցում էինք, մի քանի օր առաջ անեց նվիրեց ինձ։ Այս վերջերս զանգում եմ Այսօր իրան։ դրանով եմ գնացել։ Ինքը այնքան տարված է իր այն մյուս աշխարհով, որ զանգում եմ, ասում եմ, պապ բարև, ասեց ով է։ Ասի Սուրենն է։ Ասեց որ Սուրենը։ Ասի լավ, ես կզանգեմ հետո։ բայց պապ բարե Բայց հետո հետ չզանգեց։ Մամա ինչ ասել։ Այդ հաջող կապերի օպերատորներին դիմեք, որտեղ պապ բառը ես չեմ լսել։ Բայց Սուրենը լսել ես, չէ՞։ Հա, այնքան Սուրեն կամ Որ Սուրենը։ Թատրոնի ղեկավար կա, այնքան սուրենի կարա իսկապես։ Էլ չեմ ասում, որ եկել էր հիվանդանոց, այսպես պատմեմ։ Ես վատ եմ, գնացել ենք հիվանդանոց, պիտի ինչ-որ միջամտություն անեն, բան, դե ինքը ոչ մեկին մերժել չգիտի, չէ։ Միջանցքում նստած ենք, ասում ինչ լավ է, իր հետ եմ գնացել, հերթ չի լինի, բան։ Շուր կամ տեսնեմ, ֆոտոսեսիա է մի հատ։ Ասում եմ, լսի, ես քո հետ եմ եկել, որ հերթ չլինի ստեղ, քեզ ճանաչում են, բայց դու դες 200 հոգու է, ճխկը։ Եա, բայց մարդիկ խնդրում են, ինչ ասել։ Այո, դա էլ դերասանի խաչն է։ Պարոն Հակոբյան, դուք եւ թորնիկները դրա մասին է։ Դա ճիշտ է, որ թորնիկներին պապիկները, տատիկները ավելի շատ են սիրում, թե դա այլ սեր է պարզապես։ Դե այն աբանացու մասին անեկդոտ կա, չէ՞, որ ասում են, եթե իմանայի թորը այսքան քաղցր է, մի անգամից թոր կունենա։ Այո, դա թորնիկների հանդեպ սերը ոչ մի բառով չի բացատրվում։ Ես իրանց հանդեպ իմ սերը կարող եմ մանրակրկիտ բացատրել, թե ինչ եմ զգում իրանց հետ կապված։ Թորնիկների հետ կապված ոչինչ չեմ կարող բացատրել։ Բացարձակ սեր է դա պարզապես։ Ես չգիտեմ դա ինչ է։ Ես չգիտեմ։ Ու առիթից օգտվելով ուզում եմ հատուկ ներողություն խնդրել համ իմ ընտանիքից, որ շատ քիչ եմ լինում իրանց հետ, համ հատկապես նաև զավակներից ես հանկարծ չնեղանալու եւ հատկապես թորնիկներից ես, որովհետեւ երբեմն մեղավոր եմ զգում ինձ, որ իրենց չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել եւ ինչու՞ չէ, երբեմն ներվս չեմ կարողանում զսպել եւ ավելորդ զայրույթով եմ վերաբերվում իրենց։ Էդ է ուզում ասել, քանի վարկյան է դիմանում թորնիկների հետ։ Բայց որովհետեւ նայած դե ինչպիսի 24 ժամ է էլի եղել մինչև տուն մտնելը, բայց իրանց մասին մի հումոր եմ անում հեռախոսից վրա, հիմա իմ վերջին թորնիկի նկարն է, այսինքն շնիկիս։ Շանս նկարն է, որը ինքն է բերել կապել իմ գլխին, այսինքն հանգիստ կարող եմ ասել իմ թորնը ուտև Իրանից, հա։ Ինքը որ չներ դա մեր տանը հայտնվող չես։ Իրանից, հա։ Եվ վերջին թորս, հա, ուրեմն եւ կապվեց, յան բերել է, ասում, բերում եմ երեխաներս, ինչ երեխաներս զբաղվում, երեխեք 10 օրից հետո ոչինչ չեն անում, այդ շունը մնաց։ Ինքը տուն չի գալի, հարցս աշխատում է, ես նկարանում, այս շունը ամբողջ օրը խեղճում ու այդպես կապվեցինք եւ այլն, հետո մի շատ սիրուն նկար կա այդ Իրանից, այդ նկարը թորնիկներից նկարն էր ամբողջական հեռախոսի վրա, ես հանեցի եւ դրեցի վերջին թորնիկի նկարը։ Ամենափոքրիկ թորնիկ։ Այո, ամենափոքրիկ։ Մի օր իմ ընկերներից մեկն ասաց, Հակոբյան, ես նկարը փոխել ես, ասի հա, որ ինչի թորներիդ նկարը հանեշանդ նկարը դրե։ Ցավ տամ անկեղծորեն խոստովանում, թորներիս համար խենթանում եմ, կյանքս կտամ իրանց համար։ Բայց ոչ մի թորս այդպես չի ուրախանում, երբ որ տուն եմ գնում, ոնց որ ինքը։ Մտնում եմ ներս, բարև երեխեք։ Երեխեք, հա, պրիվետ, պապ։ Իսկ շունս փոս է միջնում Չարբախի, արդեն ինքը դարպաս չանգրում։ Հա, ինչ կարող եմ ասել։ Եղեք շնիկների պես հավատարիմ եւ սպասեք ձեր սիրելիներին, ինչպես սպասում է պարոն Հակոբյանին, անուն ինչը։ Սպայկը, ինչպես ոչ թե Սպայկլին, այլ պարզապես ուղղակի Սպայկը։ Այսօր այսքանը կհանդիպենք։ Շնորհակալություն ձեզ, պարոն Հակոբյան։ Իմ ամենասիրված եթերներից մեկը այսօր ստացվեց հաստատ։ Մերսի շատ։
0. 0